Ողջույն 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ամբողջական կատարմանը մնացել է 1 տարի, սակայն ռազմավարական ոչ բոլոր նպատակներն են իրագործվել։ Օրինակ, անցումային արդարադատությունը ներառված էր ինչպես 2022-26 թվականների ռազմավարությունում, այնպես էլ 2019-23 թվականների ռազմավարությունում, սակայն որևէ քայլ չի արվել երկու պարագայում էլ, անկատար է նաև նոր սահմանադրության նախագիծ ունենալու խոստումը կամ նպատակը դեռ 2023 թվականի ամռանը բարեփոխումների խորհուրդը եւ հանձնաժողովը պետք է պատրաստած եւ հրապարակած լինեն նոր նախագիծ, սակայն այդ հանձնաժողովը ըստ էության չի գործում դե ֆակտո դատավորների բարեվարկությունը ստուգելու նպատակով պետք է ստեղծված լիներ պարբերական գնահատման համակարգ, սահմանված լինեն բարեվարկության ստուգման չափանիշներ, ներդրվեին հասարակական վերահսկողության համակարգ, վարչապետն ասում է դատավորների կազմը 18-ից ի վեր փոխվել է 60%-ով, բայց արդյոք բարեվարկության վստահելի մեխանիզմ ներդրված է եւ արդյոք ԲԴԽ-ն պետք է լիներ այդ մարմինը ռազմավարական 12 ուղղություն է ներառված Factor TV-ում հրավիրել ենք քննարկում հասկանալու, թե ինչքանով են նախանշված ռազմավարությունը իրականացվել, ինչ խնդիրներ են առկա այսօր։ Հյուրընկալել ենք Արթուր Սակունցին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ իրավապաշտպան Արա Ղարագյոզյանին, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, ինչպես նաեւ Դավիթ Գյուրջյանին, իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ, Արաքս Մելքոնյանին, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ղեկավար եւ Միրան Բուլղադարյանին, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան, շնորհակալություն Factor TV հրավերը ընդունելու համար։ Պարոն Սակունց, նախ ընդհանրական գնահատական հնչեցնենք, ապա առանձին կոնկրետ ոլորտների կանդրադառնանք, ինչքանով են իրագործվել այս ռազմավարությունում դրված նպատակները, ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ սրանցից որոշները ներառված են նաև 19-20 թվականների ռազմավարությունում եւ նույնությամբ տեղափոխվել են արդեն 22-26 թվականների ծրագիր, խնդրեմ։ Եթե կարճ ասենք 2019-23-22 թվականների չէ, այդ ռազմավարության գնահատում չի եղել։ Սա արձանագրենք եւ դա փաստ է, այսինքն գնահատում ասածը ինչ նպատակ պետք է հետապնդեր, ոչ միայն անդրադառնալ, թե որ ռազմավարական նպատակները չեն իրագործվել, այլ ինչու չեն իրագործվել։ Նաև իսկ եթե իրագործվել են որոշ ինչ-որ նպատակներ կամ այդ խնդիրներ, որոնք այդ նպատակներին հասնելու համար պետք է լուծվեին, ապա ինչքանով են դրանք նպաստել դատական իշխանության նկատմամբ վստահության չկա։ Եվ նաև մի կարևոր հանգամանք, սա արդեն առանցքային նշանակություն է, որ մի շարք ռազմավարությունների շարքում հակակոռուպցիոն ռազմավարություն, մարդու իրավունքների ռազմավարություն, ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն, այս եզակի ռազմավարությունն է, որտեղ հանրային մասնակցություն չի ապահովել։ Այսինքն անգամ մենք քաղաքասարակության ներկայացուցիչներից, որ շատ ակտիվ ներգրաված ենք եղել մյուս ռազմավարությունների մշակման գործում, այս ռազմավարության մեջ հետ մենք առնչություն չենք ունեցել նախագծման, մշակման, փուլում, հա։ Իսկ առանցքային ես այն ամենանի, որ հետո կանդրադառնամ, դա անցումային արդարադատության այն խնդիրները, որոնք անհրաժեշտ էր լուծել 2019-22 թվականներին, դրանց չիրագործելը իմ համոզմամբ առանցքային նշանակություն ունի գնահատելու համար եւ արդյոք ընդհանրապես որովհետեւ ռազմավարություն կարող է լինել արդյունավետ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգում, սա ոչ թե հերետորական հարց է, այլ նաեւ պնդում է, որ միջև համակարգային այդ վեթինգ ասածը անցումային արդարադատության մյուս գործիքները, հա, փաստահավաք հանձնաժողովի ձևավորում եւ նաեւ մարդու իրավունքների, գիտեք, բարեվարկության ստուգումը պետք է հաջորդի վեթինգին, այսինքն դու պետք է սիստեմը
մաքրես եւ հետո նոր բարեվարկությամբ ընթացիկ վերահսկողություն իրականացես։ Եթե վեթինգ չես արել, ապա բարեվարկության իսկ ովքեր են այդ բարեվարկության ստուգումները իրականացնողները։ Շնորհակալ եմ, առաջարկում եմ քիչ անց ավելի մանրամասն անդրադառնանք։ Հարցի փոխանցում անեմ ձեզ Տիկին Մելքոնյան, դատավորների բարեվարկության ստուգման նպատակով պետք է ստեղծվեր պարբերական գնահատման համակարգ եւ լինեն չափանիշներ, այսինքն հանրությունը կարողանար նաեւ որոշակիորեն գնահատել տվյալ դատավորի նկատմամբ բարեվարկության ստուգումը օբյեկտիվ է արվել, թե սուբյեկտիվ։ Մենք տեսանք BDԽ-ի գործիքակազմը, այդ նիստերը հիմնական կարգապահական վարույթների շրջանակներում նախկին BDԽ նախագահն ասում էր 80%-ով ենք իրականացրել, վարչապետն ասում է 60%-ով ենք իրականացրել, դուք Ես անդրադառնամ սկզբից ձեր հարցին, թե ինչքանով է կատարվել, որոշակի գործողություններ կատարվել են, նույն ընթացիկ բարեվարկության գնահատման ինստիտուտներ է դրվել։ Հարցը ինչպես է կատարվել, լավ, որովհետև շատ կարևոր է բովանդակային ստանդարտներին համապատասխանող նաև գործիքակազմերի ներդրումը։ Այո, բարեվարկություն մենք ունենք ու իմ գնահատմամբ դա հակակոռուպցիոն նաև ռեֆորմներից լավագույն գործիքակազմերից մեկն էր, որի եթե պատշաճ իրականացվեր, մենք արդյունքներ կարող էինք ունենալ այս բոլոր գործողությունները կատարելու համատեքստում նաև, ինչպես պարոն Սաքունցը նշեց։ Բայց ինչ ունենք մենք, այո, բարձրագույն դատական խորհրդի, եթե միայն դատավորների մասին ենք խոսում, համար բարձրագույն դատական խորհրդի համար իհարկե այս բարեվարկության եզրակացությունները խորհրդատվական բնույթ ունեն, դրանք հրապարակային չեն, հանրությունը որևէ կերպ չի տեղեկանում, թե դիցուկ տեխնացուի բարեվարկությունը ինչպես է գնահատվել, դա բացասական է թե դրական է, չեմ ասում հիմնավորումների վերաբերյալ, եւ նաեւ բարձրագույն դատական խորհուրդը նույնիսկ բացասական բարեվարկությամբ ընտրված տեխնացուների համար որևէ հիմնավորվածություն չի նշում։ Այսինքն մենք ուղղակի ստանում ենք, որ այս անձին կընտրվել են դատավորների տեխնատուների ցուցակում կամ առաջխաղացման ցուցակում, բայց ինչպիսի բարեվարկություն նրանք ունեին եւ ինչպես են օրինակ բացասական բարեվարկության դեպքում առաջխաղացվում կամ ընդգրկվում այդ ցուցակներում, այդ հիմնավորվածությունը բոլորովին չկա։ Եվ այստեղ է հենց հիմնական նաեւ խնդիրը, որովհետեւ մենք չենք կարողանում հանրային հաշվետվողականության դաշտ բերել բարձրագույն դատական խորհրդին իր իսկ կողմից կայացված որոշումների հիմնավորվածության ապահովման շրջանակներում։ Իսկ դա պետք է լիներ ստեղծվող գնահատման մեխանիզմը, համակարգը։ Դա գործող համակարգն է իրականում, դա գործող համակարգն է, որովհետև որոշում կայացնողները այն մարմիններն են, որոնք ընտրում են տեխնացուներին դատական համակարգի դեպքում, դա բարձրագույն դատական խորհուրդն է եւ վճռաբեկ դատարանի պայմաններում արդեն պարլամենտը, բայց մենք տեսել ենք եւ պարլամենտի կողմից եւ բարձրագույն դատական խորհրդի կողմից բացասական բարեվարկությամբ ընտրված դատավորներ, այսինքն հակակոռուպցիոն այս կարևորագույն գործիքակազմը իհարկե իր հիմնական նպատակին չի հասնում։ Որովհետև եթե մենք դիտարկում ենք տեսանկյունից, ինչքանով է ռազմավարության կատարման տեսանկյունից սա արդյունավետ չէ, քանի դեռ մենք չենք ստանում այնպիսի հիմնավորումներ, որ օբյեկտիվ դիտորդին կհամոզեր, որ այն հանգամանքները, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկել է, փարատվել են եւ դրանք այնքան հիմնավոր էին եւ այնքան համոզիչ էին, որ հանրությունը եւս կհամոզվի դրանում։ Մենք ունենք ներողություն նաեւ սա ասեմ, մենք ունենք նույնիսկ հակակոռուպցիոն դատարանում եւ վճռաբեկ հակակոռուպցիոն պալատներում բացասական բարեվարկությամբ դատավորներ։ Սա ինքնին խոսուն փաստ է դրա ասացից վերաբերյալ։ Շատ լավ, երբ որ պատգամավորներն են օրինակ այս հարցը տալիս, նրանք ասում են, ինչ է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ընտրի դատավորները, եթե նրանց չափանիշները վերջնական եւ այսպես անբեկանելի են, ստացվում է մենք որևէ գործ չունենք անում, բայց եկեք այս հարցին քիչ անդրադառնանք հակակոռուպցիոն բլոկին վերադառնալով, տեսեք, այստեղ նախատեսում է հզորացնել հակակոռուպցիոն դատանը ոչ միայն օրինակ շենքային պայմաններ, այլև դատավորների վերապատրաստման միջոցով ունենալ մասնագիտացված կադրեր եւ Հայաստանի իշխանությունը պարոն Բուլղադարյան շատ հպարտանում է, ասում է մենք ստեղծել ենք մի ամբողջ կառուցվածք հակակոռուպցիոն պայքարի, հակակոռուպցիոն կոմիտեն կա, դատարանները կա, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կա եւ այլն եւ այլն։ Այ ինչքանով է ռազմավարությունում դրված նպատակները իրագործվում
կյանքում եւ այս մեխանիզմները, որ ասում են կառավարությունից, ինչքանով են արդյունավետ։ Այո, տեսեք, հակակոռուպցիոն դատարանների մասով, եթե նշենք ընդհանուր հակակոռուպցիոն իրավապահ համակարգի մասով կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով, էլի պետք է նշենք, որ այնպես չի, որևէ գործողություն չի արվել, նույն դատարանը ստեղծվել է, դատախազությունում էլի ստեղծվել է կառուցվածքային ստորաբաժանում, քրեական արդարադատության ոլորտում հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվեց եւ արդեն գործում է տևական ժամանակ, բայց որպես այդպեսին իհարկե շենքային պայմանները այո բարելավել են, բայց խնդիրները դեռևս մնում են, թե դատավորների վարձատրության մասով, թե դատավորների աշխատակազմերի վարձատրության մասով վերապատրաստումները այս պահին ընդամենը եղել է այն, որ դատավորները նշանակվելուց առանձին որպես այդպեսին կուրս են անցել, այսպես ասած արդարադատության ակադեմիայում, բայց դա էլ ինքն իրենով, ինքնին շարունակական վերապատրաստում դեռևս չի ապահովում, ու մնացա նույն կազմերի մասով, որպես այդպեսին որևէ վերապատրաստում չկա։ Ու ինչպես նշեցի, վարձատրությունների մասով էլ էսպայն խնդիր կա, եթե հետագան ժամանակ լինի դրան էլ կարող եմ անդրադառնալ, որ իրականում ռազմավարական նպատակների չի բխում նույն հակակոռուպցիոն դատարանի դատավորների, աշխատավարձների կամ վարձատրությունների մասը։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, գործողություններ կան արված, բայց դեռևս այն ինչ որ նախանշված է ռազմավարություններում դրանց հասնելու համար դեռևս շատ բան պետք է արվեր ու չեմ էլ կարծում որ այս մի տարվա ընթացքում ինչ որ մնացել է ռազմավարության գործողություններին հնարավոր կլինի հասնել դրան ու առնվազն դատաների մասով դա կարող եմ ասել։ Պարոն Բուլղադարյան, ներողություն եմ խնդրում, այդ տեսեք կառավարությունը ասում է չկա համակարգային կոռուպցիական առանձին դեպքեր եւ բայց մենք միաժամանակ տեսնում ենք իրավապաշտպան համայնքի ահազանգեր, որ հակակոռուպցիոն պայքարը կարող է շատ հաճախ հատ ու ընտրովի է սեփական թիմակիցներին խնայելով եւ ընդդիմախոսներին ավելի շատ խոշորացուցի տակ վերցնելով։ Արդյոք այս ռազմավարությունը եթե կատարվեր կծառայեր այն նպատակին, որ անձի կամքից կախված չլիներ կոռուպցիայի դեմ պայքար, այլ գործեր մի ամբողջական մեխանիզմ, որը անհնար լիներ խափանել օրինակ վարչապետի կամքով կամ, չգիտեմ, ընդդիմության դատավորներին շրջանում ունեցած ազդեցությամբ, այսպես հակակշռենք երկու գործոնը։ Այդ մասով այսպես կարող եմ ասել, որ իրականում ինչքան էլ օրենսդրական կարգավորումները իդեալական կատարվեն, ռազմավարական նպատակները կատարվեն, ամեն դեպքում մարդկային գործոնը մեր իրավական մշակույթում շատ կարևոր է, որովհետև այնպես չի հակակոռուպցիոն կոմիտեի անկախության մասով օրենսդրական կարգավորումները կամ ռազմավարական նպատակները շատ վատն էին, բայց փաստացի մենք տեսնում ենք դեպք, որ փաստացի անկախ մարմինը կարող է երկրի ղեկավարի, այսպես ասած, հաղորդագրության միջոցով աշխատանքից ազատվել։ Այսինքն այստեղ ամեն դեպքում նորից գալիս ենք այն հարցին, որ նույնիսկ ամենալավ համակարգային լուծումների դեպքում այստեղ մենք պետք է ունենանք որոշակի, այսպես ասած, քաղաքական կամք եւ մարդի իրավագիտակցության մարգարդակ, թե գործադիում, թե պարլամենտական համակարգում, թե դատական համակարգում, որովհետև նույնիսկ նշեցինք հակակոռուպցիոն կոմիտեն, բայց կարող ենք ավելի անկախ մարմնի մասով էլ օրինակը բերենք, նույն այդ SMS-ի պատմությունը եղավ նաև Բարձրագույն դատական խորհրդի դեպքում եւ ինչքան էլ նախագահի դեպքում եւ ինչքան էլ այնտեղ նշվեց, որ խնդրանքն եմ կատարել, ամեն դեպքում դա խնդրանքը օբյեկտիվ դիտորդի մոտ դիտարկելը մի քիչ բարդ կարելի ասել։ Բարդ է մանավանդ մեր ժամանակներում խնդրանքների մերժումները ինչեր են արժենում։ Ինչ կարող եք ասել, պարոն Ղարագոզյան, ես մի քիչ գործնականացնեմ, հա, մեր քննարկումը, մենք շատ խոսում ենք օրենքներից, իրավունքների պաշտպանությունից, դատաիրավական այս կամ այն համակարգի աշխատանքից, էլեկտրոնային դատարան, էլեկտրոնային արդարադատություն, սրանք շատ հետաքրքիր է, արդյոք գործում են դուք որպես փաստաբան, երբևէ էլեկտրոնային դատարանում որևէ գործ մուտքագրել եք, թե ոչ, բայց նաև կուզեի անդրադառնանք խոշտանգումների կանխարգելման գործընթացին, որովհետև կա ռազմավարություն, բայց իրական կյանքում մի քանի օր առաջ տեղի էր ունենում տեսախցիկի առաջ ենթադրյալ, ես այդ բառը օգտագործեմ, խոշտանգման դեպք, ինչ կարող եք ասել։ Տեսեք, պետք է չեմ կարող մնացած հարցերին չանդրադառնալ, երբ որ խոսում ենք արդյունավետությունը, կարող է թղթի վրա ամեն ինչ գրված լինել, բայց արդյոք այս 7 տարիների ընթացքում, քանի որ մենք 19-22 թվականներին նորից ունենք, ասենք, անցումային արտարադատություն։ Արդյոք հարց, այստեղ անցումային արտարադատությունը կատարվեց եւ իշխանությունները կամք ունեին դատարանները բարեփոխելու, որովհետեւ մենք
գետ մի աբացույցներ կամ բանիշոր օրինակներ։ Օրինակ Լևոն Երանոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ մնացած գործերը։ Ինչ որ անց այսօր օրինական ուժի մեջ մտած դատավճռով ենթարկվել է քրեական պատասխանատվության թե ոչ։ Իհարկե մենք տեսնում ենք, որ ոչ։ Ֆռում է Արաջյանի դատանը աշտարացնում է, Վերաքննիչ դատանը բեկանում է, ելի ուղարկում է նոր քննության եւ 7 տարի մենք տեսնում ենք այս կարելի ասել շարժը, բայց տեսեք ստեղծել են հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ինչ որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որ ինչ որ անց ենթարկված լինի քրեական պատասխանատվության եւ ասեն կոռուպցիայի դեմ ենք պայքարում։ Իհարկե ես կարող եմ ասել, որ ես ինչ կան վարչապետի հատիկ առ հատիկ հեշթեգով արվող հենց այդ հատիկ առ հատիկ ինչ որ մեկը ենթարկվավ օրինական ուժի մեջ մտած դատավճռով եւ ամենակարևորը անցումային աշտարակտություններ, արդյոք դատարանները բարեփոխվեցին նույն այդ վեյտինգը, որ այդքան 7 տարի խոսվեց եւ այդպես էլ կյանքի չկոչվեց եւ այսօր այո տեսնում ենք ինչպես բարձրագույն դատական խորհրդի նախագահան վարչապետի SMS-ով հրաժարական է տալիս, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահան հրաժարական է տալիս ու որևէ բացատրություն չկա։ Իսկ այստեղ ինչ հաշվետվողականության եւ թափանցիկության մասին է խոսքը, մենք ինչպես պետք է հասկանանք, թե ի վերջո անկախ մարմին, դատական համակարգի գլուխ, ով որ պետք է ապահովի դատանների անկախությունը, ինչի այդ մի SMS-ի միջոցով հեռացավ դատական համակարգից իր հետևից թողնելով բազմաթիվ խնդիրներ, նաեւ այն խնդիրները, որ Կարեն Անդրեասյանի ժամանակվա իրականացված բացադում դատական խորհրդի որոշումների արդյունքում մենք կանգնել ենք նույն համանadrական դատավորների մասով ընտրովի կարգապահական վարույթներով այսօր խնդրի արժև է պետությունը կանգնած ի վերջո ով պետք է կրի այն քաղաքական պատասխանատվությունը որ այսօր ստեղծվել է նույն ամենակարևորը իմ կանոնիկով անցումային աշտարակտություններ, որը այդպես էլ կարելի ասել տեղի չունեցավ, այո, կարող է թղթի մագարտակով գրված լինի, որ չակի ասոնք հակակոռուպցիոն դատանցել հակակոռուպցիոն կոմիտե, բայց արդյոք այդ ոլորտները արդյունավետ են։ Իսկ անդրադառնալով խոշտանգումներին, նաև թվայնացման համակարգ պետք է ներդրվեր ԱԱԾ, ՆԳՆ եւ այլ համակարգերում էլեկտրոնային արդարադատություն, էլեկտրոնային դատարան եւ այլն։ Տեսեք, ես թեպետ քաղաքացիական գործերով չեմ առնչվում, միայն քրեական գործերով եմ առնչվում, վերջերս հրապարակված հոկտեմբերյանի ենթադրյալ խոշտանգման դեպքում ընդամենը մի հատ հարուցման որոշում պետք է Արմավիրից գլխավոր դատախազություն կար, մենք երևի կես օր սպասել ենք, որ մեքենայով այդ որոշումը կհասնի քննչական Երևանի քննչական կոմիտե։ Իսկ հնարավոր չէ այդ մի որոշումը, որը հատորներ չեն, ուղարկվեր էլեկտրոնային տարբերակով։ Ես ճիշտն ասած էլեկտրոնային աշտարակտությունով չեմ կարող ասել լիարժեք իրականացնել թե ոչ, քանի որ քաղաքացիական գործերով չեմ զբաղվում, բայց կոնկրետ այդ մի դեպքով կարող եմ ասել, որ ես արդյունավետ չեմ գնահատում, ի վերջո խոշտանգումներին անդրադարձ կատարենք, նույն դա խոշտանգման, ենթադրյալ խոշտանգման դեպք էր, որը պետությունը կրում է բոլորս գիտենք արդյունավետ քննություն, ընդամենը ինչի ես պետք է գնայի քննչական կոմիտե հասնեի դժողի հետ, ասեի, որ շտաբ քննություն բան արեք, դատաբժշկական փորձաքննության պետք է դժողը ենթարկվի, որ մանրական վնասվածքները չասնի։ Ի վերջո պետք է պետությունը շահագրգիռ լիներ, որ անհապաղ անձը ենթարկվեր դատաբժշկական փորձաքննության։ Կներեք, դուք որպես գործող փաստաբան զգում եք այս ռազմավարության կատարման արդյունավետությունը, դրական հետևանքները։ Ես դրական որևէ հետևանք չեմ տեսնում, քանի որ ասեցի, եթե մենք դատական համակարգում անցումային աշտարակտություն այդպես է տեղի չունեցավ, նույն խոշտանգումների գործերով Եթե մի կամ երկու դեպք կա, որ մեղադրական դատավճիռ է եղել, այն էլ 6 տարվա պայքարի արդյունքում, դա չեմ կարող ես դա դիտել որպես արդյունավետ։ Խոշտանգումների գործերը տեսնում եք նույն ոստիկանական բարեփոխումներ, իրավապահ բարեփոխումներ, արդյոք այն անձին, օրինակ քննչական կոմիտեում կա խոշտանգումների պաշտոնատար անձանց վարչություն, այդ վարչության պետի խոսքերը, որ ես լսում եմ, ինչպես է արտահայտվում ընդհանրապես խոշտանգումների զոհերի մասին, ես արդեն իսկ այդ կառույցի նկատմամբ անվստահություն է առաջանում։ Շնորհակալ եմ։ Պարոն Գյուրջյան, դուք ինչ եք առանձնացրել, նախ ընդհանուր ձեր գնահատականը որն է եւ այդտեղ բոլոր տային կարող ենք խնդրել։
գնահատական այն է, որ այո, կան որոշակի մեխանիզմների ներդրում դրան ականատես լինում ենք, հարցը այն է, ինչքանով է դա բավարար եւ առաջին հարցը եւ ինչքանով դա արդյունավետ երկրորդ հարցը, այդ առումով նախորդ բանախոսները որոշ չափով խոսեցին, ես նույնպես խոսքումս կանրադառնամ ավելի մանրամասն ավելի ուշ, հա։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես անցումային արդարադատության գործիքների, այդ թվում վեթինգի մասին խոսելը կարծես թե արդեն ժամանակավրեպ լինի, որովհետև չկա այդ կապիտալը, այսպես ասած։ Բայց կառավարության ռազմավարությունում նշված է։ Հա, գիտեմ, որ նշված է, բայց ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ առնվազն այս իշխանության պարագայում արդեն, որովհետև այդ կապիտալը սպառվել է, որով հնարավոր կլիներ դա լիովին իրագործել։ Անցումային արդարադատության շատ գործիքների մասին է խոսքը այստեղ, այդ թվում դատավորների կամ չգիտեմ, քննիչների, դատախազների վեթինգի փոխարեն ընտրվեց ավելի, այսպես ասած, մեղմ մոդել, կոչվեց դա, հա, եթե չեմ սխալվում, որի շրջանակում որոշակի կառուցակարգեր ներդրվեցին, ինչ խոսք, բայց այստեղ էլ արդեն պետք է խոսենք դրանց արդյունավետության մասին եւ այստեղ քանի որ վեթինգի գործընթացը ընդհանուր առմամբ չիրականացվեց, պետք է անդրադառնանք հենց բարեվարկության գործիքներին եւ նաեւ կարգապահական էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը, որը գոնե թե այս մասով կոչված է լրացնել, լիովին լրացնել էս հնարավոր չի լինի, բայց գոնե թե այս մեխանիզմների շրջանակում ապահովել առավել արդյունավետություն, ինչքանով կկարողանանք գործող իրավակարգավորումների պարագայում։ Ինչ վերաբերում է դրա մասին երևի ավելի ուշ կխոսենք, ինչ վերաբերում է էլեկտրոնային արդարադատության գործիքներին, ես կարծում եմ սա բավականին առաջադեմ գործիք է, որը շատ շուտվանից պետք է ներդրվեր եւ շատ երկրներում գործում էր, բայց այստեղ մենք գործ ունենք ոլորտների մասին, հա, խնդրի հետ։ Մասնավորապես դա ներդրվեց քաղաքացիական դատավարությունում, բայց դեռևս չունենք վարչական դատավարության շրջանակում, դեռ սպասվում է քրեական արդարադատության ոլորտում դեռևս ոչինչ չկա արված, այս էլ հնարավոր է մի մեծ մաս ծածկել նաև քրեական արդարադատության մասով սնանկության վարույթներով, որը պետք է արվի։ Այստեղ կան բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որպես փաստաբան առնչվելով ասեմ, բայց դրանք շտկվող են, լավ կլիներ ուղղակի պիլոտային դա սկզբից ներդրվեր, այդ շտկումները արվեին նոր, հա, այդ դատարական խնդիրները չառաջացնելու համար, դեռևս երևի այսքանը։ Շնորհակալ եմ, եթե կան արձագանքներ, խնդրեմ, պարոն Սաքոս։ Գիտեք, արձանագրենք հետևյալը։ Թավշյա հեղափոխությունից հետո ներկայ իշխանությունը ձախողել է դատական համակարգի բարեփոխման եւ հանրային վստահության վերականգնման հանձնառությունը։ Այսինքն այն հիմնական պատճառը, որը հանգեցրեց Թավշյա հեղափոխությանը, նկատի ունեմ արդարության բացակայությանը, ընդ որում ոչ թե հատային, հատիկ առ հատիկի, այլ համակարգային, անպատժելի եւ շարունակական մարդու իրավունքների խախտումների հետևանքով եւ դրանց դեմը առնող այդ արդարադատության բացակայությունը հանդիսացավ Թավշյա հեղափոխության պատճառը եւ այդ խնդիրը չլուծեց։ Էլեկտրոնային կլի, ոչ էլեկտրոնային կլի, թղթով կլի, չգիտեմ, փոստով կլի, դա չի հարցը։ Չինաստանն էլ էլեկտրոնային համակարգերը լավագույնս տիրապետում է, չէ՞։ Փողոցում հսկելով մարդկանց տեղաշարժ։ Դա չէ, բայց արդարադատության մասին խոսել Չինաստանում, որը բարձր ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետում է, մի քիչ կներեք թյուրիմացություն է։ Սա առաջին կարևոր եզրակացությունն է եւ 60% վեթինգված դատական համակարգ։ Հա, ես խոսում եմ հիմա դուք սարկազմով եք ասում, բայց բավական շատ լուրջ է, որովհետեւ եթե տեսեք, դուք հիշատակում եք հատիկա, խնդիրը հատիկար հատիկ չպետք է լուծվեր։ Այ հատիկ առ հատիկը դա ընտրովի արդարադատության տիպիկ բնորոշումն է։ Խնդիրը համակարգային պետք է լուծվեր։ Երբ որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին նախագահը քաղաքական ռեպրեսիաների քաղաքական նպատակահարմարությամբ, հա, ազատազրկման որոշում կայացնողն է, ու դա Երևան մայրաքաղաքում, հա, սա ցուցանիշ է։ Մնացած ինչ ուզում եք 60% ասեք, ուզում եք 90% ասեք։ Հիմա էլի վերադառնամ
խոշտանգումների հետ կապված։ Հիշում եք, առաջի ռազմավարությամբ նախատեսված էր, որ ՀԿՑ-ից առանձնացվում է ընդամենը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վարույթը եւ դրա համար ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց ՀԿՑ-ի տիրույթում պետք է մնար բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննության եւ խոշտանգումների գործերով, որը սկզբից հանձնվեց ազգային անվտանգության ծառայությանը, հետո մեծ աղմուկից հետո տեղափոխեցին հակակոռուպցիոն կոմիտե եւ մեկ էլ հիմա քննչական կոմիտեի ստորաբաժանում։ Հասկանում եք, ով է որոշել, ոնց է որոշվել։ Մենք այն ժամանակ բավական մեծ աղմուկ ենք բարձրացնում, կամ օրերս մենք դրա մասին առանձին կքննարկենք մեր գործընկերների հետ, այստեղ ներկայացված բոլորի հետ։ Ես մի հատ օրինակ ասեմ, պատկերացրեք ողբերգության աշճանը։ ՄԱԿ-ում խոշտանգումների դեմ կոմիտեում լսվում է Հայաստանի զեկույցը եւ կոմիտեի անդամը հարց է տալիս Հայաստանի ներկայացուցիչներին։ Ինչ վիճակում է 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության բռնությունների հետևանքով դժվարների իրավունքների հարցը պատասխանատվության ենթարկվել են այն ոստիկանները, որոնք բռնություն են կատարել։ Դուք քանի տարի անցել։ 17 տարի։ Հասկանում եք, երբ որ մենք խոսում ենք անցումային արդարադատության մասին, ու դա չի իրականացվում, ունենում ենք այն պատկերը, որը երեք տեսանք ազգային ժողովում։ Այդ խայտարակությունն է, չէ՞։ Երբ որ քո համակարգը չի աշխատում դատական համակարգը, քննչական համակարգը, հա, անպատժելիությունը վերացնողը ոչ թե գործադիր իշխանությունն է կամ քաղաքական ղեկավարությունը, որը ըստ նպատակահարմարության կարող է ենթադրենք հոխորտական բան, այլ դատարանը պետք է աշխատի։ Հասկանում եք, չարացի համար նեղվելը ինչ նշանակություն եւ ինչ արժեք ունի, չէ՞ օրինակի համար։ Ավելին, երբ որ դու այդ ողբերգությունը նաեւ սրա մեջ է։ Վստահելի արդարադատություն ունենալու շահագրգռվածությունը մնացել է հասարակության վրա, մեր վրա, պատկերացնում եք, որովհետեւ ովքեր են այնտեղ, նրանք ովքեր որ այդ շարունակական խախտումներն արել են, եւ նրանք էլ որ այդ շարունակական խախտումների համար արդյունավետ պետական համակարգ պետք է եւ ինստիտուցիոնալ համակարգ ստեղծեն ձախողողները, եւ հիմա իրար միս են ուտում, մեզ այդ միս ուտելը ինչ։ Դուք հասկանում եք ողբերգության վիճակը, հասկանում եք ինչն է, ով է քաղաքական, ես համաձայն եմ քաղաքական այդ պատասխանատվության առումով, իշխանությունը թիվ 1 պատասխանատու, բայց մյուս կողմից իսկ ով է վերցնելու քաղաքական պատասխանատվությունը, հիմա հարցը, որպեսզի հանրային վստահելի արդարադատություն ունենանք, չէ՞, որ ոչ թե ազգային ժողովում, չգիտեմ, ինչ որ բաներ քննարկեն ու այդ ձևի լեքսիկոնով, այլ դատարան գնա, խոշտանգման գործերով եկա։ Ասում եմ 17 տարի անց դեռ այդ հարցը դրվում է։ Դա նշանակում է Հայաստանում դեռ մարդու խախտված իրավունքները մնում են չվերականգնված եւ մնում է անպատասխան։ Դրան էլ ավելանում է նոր բռնությունները, չէ՞։ Այսինքն մենք ինչ վիճակում ենք։ Սա հասկանում եք, որ քննչական մարմինների բարեփոխման ռազմավարություն չկա, դատախազություն չկա, այդ դատարան համակարգը հոմենակ դատավորը չի, այլ դատարանի բովանդակությունը փաստաբանների մասին։ Եկեք ռազմավարությամբ նշված էր, հիշենք, փաստաբանության մասին օրենքի ընդունումը չարվե, չէ՞, բայց փաստաբանների վճարները ավելացնելը կա։ Անվճար փաստաբանական ծառայության, հա, հարկումը կա։ Օրենքը չկա։ Այդ փաստաբանական ինստիտուտի հետ կապված, որը պետք է լրջորեն, հա, բան աներ, բայց առանձին այդ ձևի հարցերին սա կոչվում է բարեփոխում։ Շնորհակալ եմ, պարոն Սաքոն, Տիկին Մելքոնյան, հետևյալն է, հատկապես Հայաստանում, երբ որ լարվում է քաղաքական իրավիճակը եւ օրինակ փողոցում բախումներ են ոստիկանության եւ ակտիվիստների միջև, հետո քրեական գործեր են հարուցվում եւ հարց է դրվում, ով կիրառեց բռնություն։ Այդ պահին պետք է մենք որպես հանրություն վստահ լինենք, որ մեր ոստիկանությունը բարեփոխվել է այնպիսի որակյալ ստանդարտների ներդրմամբ, այնպիսի կրթություն են ստացել ոստիկանները, գիտեն ինչպես վարվել օրինակ ցուցարարների հետ, նաև ռազմավարությունից է, չէ՞, բխում նման համակարգային փոփոխություն,
որ մենք ասենք իհարկե ցուցարարներն են դիմել այդ բռնությանը, ոստիկանությունը ինչպես կարող է մեր երկրում դիմել բռնության, մենք կարող ենք նման կերպ պատասխանել եւ եթե գործնականացնենք այս ռազմավարությունը միայն թղթային չի, հա, մենք կյանքում ինչ ենք տեսնում մարդկանց հատկապես օրինակ քաղաքական իրավունքների առնչությամբ։ Ես մի փոքր հերվից գամ։ Խնդրեմ, իհարկե։ Շատ համաձայն եմ գործընկերների հետ։ Անկախ դատական համակարգ եւ ոչ միայն դատարաններայում ենք ֆիքսվում ենք հիմնականում դատավորների վրա, բայց ինչ գործեր են բերվում դատարան նույն քննչական, դատախազական համակարգի կողմից եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք չունենք անկախ իրավապահ համակարգ քննչական դատախազական մարմիններ, մենք չենք ունենալու արդյունավետ քննություն արդեն դատարանում եւ այո լինելու են եւ արդարացումներ եւ ոչ արդարացումներ նաեւ լավ։ Եվ այս պայմաններում երբ որ չկա պատժելիություն եւ ոչ միայն 17 տարի առաջվա, 10 տարի առաջվա, 9 տարի առաջվա նույն ոստիկանության անցյալ տարվա դեպքերի հետ կապված ցանկացած խոշտանգման դեպք, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրում, մենք ունենում ենք երկակի ստանդարտներով արդարադատություն եւ սա շատ տիպիկ է։ Երբ որ ցուցարարներն են միանգամից 1 ամիս չանցած արդեն դատանի առաջ կանգնում, շատ ինտենսիվ քննությունը իրականացնում են, չէ՞, քննչական մարմինները, այդ նույն տեսանյութերը շատ հեշտ իդենտիֆիկացնում են, այսպես ենթադրյալ բռնարար ցուցարարներին, բայց ոստիկանների գործողությունների մեջ մենք տարիներով տեսնում ենք խնդիրներ։ Ծառայողական քննություններ։ Ծառայողական քննություններ թեկուզ, բայց քննությունն էլ նաև կարող է տարիներով տևել եւ դուք 2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից մեկով մենք 1 ամիս առաջ ունեցանք Եվրոպական դատարանի դատական ակտ։ Դեռ չունենք ոստիկանի դատապարտում այդ գործով։ Եվ միայն միեդի կոմունիկացիայից եւ արդեն քննությունից հետո նոր մեղադրանք առաջադրվեց ոստիկանի։ Երբ որ 16 թվականի վերջից ամբողջ բազան հատուկ քննչական ծառայության քննիչները դեռևս ունեին։ Այսինքն սա ինստիտուցիոնալ, այո, համաձայն եմ բարեփոխումների ձախողում է, որովհետև եթե մենք չունենք անկախ իրավապահ մարմիններ, որոնք կարող են, ունակ են եւ իզորու են նաեւ պատասխանատվության կանչել պաշտոնատար անձանց բարձրաստիճան, մենք չենք ունենալու որևէ արդարադատություն եւ արդարություն երկրում, նաեւ սոցիալական արդարություն։ Պարոն Սարգսյանը շատ լավ օրինակ է 2008 թվականի մարտի 1-ի ինչ են ասում նոր շրջանի, այսպես ասենք, իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որ վարչապետն ասում է բացահայտված է ամբողջությամբ այդ դեպքը, բայց մենք չունենք պատասխանատուներ չունենք, այո, ապացույցներն են վերացվել, դա նախկինների հավաքած ապացույցների հիման վրա մենք ոնց իրականացնենք արդար քննություն։ Սակայն մենք չենք տեսնում հիմա տեղի ունեցած հանցագործություններով բացահայտումներ։ Նախորդ տարի աննախադեպ ոստիկանական բռնություններ են եղել։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ ոստիկանները եւ քրեական քննությունների շրջանակներում խոշտանգման են ենթարկել անձանց եւ հավաքների համատեքստում ուժ են գործադրել անձանց նկատմամբ այդ հատուկ միջոցների գործադրումը տիպիկ օրինակ, որ դա ապօրինություն էր եւ պետք էր բացահայտել, պատասխանատվության ենթարկել անձանց, բայց մենք ունենք ցուցարարների պատասխանատվություն, ունենք արդեն տուժողի պատասխանատվություն իր կատարած ենթադրյալ գործողությունների համար, բայց որևէ ոստիկանի կամ այլ անձի որևէ մեղադրանք նույնիսկ առաջադրված չէ։ Եվ սա հատկապես այն դեպքերում, երբ որ այդ հավաքները կամ գործողությունները քաղաքական վերնախավի կամ կառավարող քաղաքական ուժի կամ հակակառավարական ցույցերի համատեքստում են կատարվում։ Սա լրջագույնս խոսում է արդարադատության համակարգի կողմնակալության մասին եւ ոչ անկախության մասին։ Շատ լավ։ Որովհետեւ երբ որ գործընկերները նշեցին այդ հաղորդագրությունով պաշտոնանկությունները, դրան շատ կարեւոր է պետք վերաբերվել, որովհետեւ նույն կասկածը եւ ողջամիտ կասկածը կարող է լինել հանրության մոտ եւ մենք էլ դա ունենք, որ արդյոք նույն հաղորդագրություններով չեն պահանջում կամ խնդրում, ինչպես դուք նշեցիք, ինչ որ անձանց նկատմամբ մեղադրանքներ հարուցել կամ որոշակի վարույթներ հարուցել եւ քննել եւ հակառակը չքննել։ Իսկ երեկվա դեպքը պարոն Սաքունցի մատնանշած շատ ցցուն էր ինձ համար եւ շատ անհանգստացնող այն համատեքստում, որ չգիտեմ ենթագիտակցորեն թե գիտակցորեն կտանեմ, կլցնեմ պատվալները, այսինքն այստեղ այդ նույն
SMS-ային լավ հաղորդագրություններով պահանջների եւ հաղորդագրությունների խնդրանքների նաեւ ձեր բառն եմ օգտագործում շարունակականություն, այսինքն ընկալումն այնպեսին է, որ իրավապահ համակարգը կանի։ Սա շատ ցցուն էր եւ շատ մտահոգիչ էր հենց այն համատեքստում, որ այո, իրավապահ համակարգի անկախության բացակայության պայմաններում դրանք կարող են օգտագործվել երկակի չափանիշներով եւ կամ խնդրանքներով, լավ։ Շատ լավ, պարոն Գյուրջյան, վարչապետը վերջերս ասում էր, մեր խնդիրը արդարությունը եւ արդարադատությունը իրար մոտեցնել է եւ միաձուլել է, որ արդարադատություն ասելով մենք հասկանանք նաեւ արդարություն, իրականում լավ բանաձև է, եկեք խոստովանենք, նա հաջորդ բառով ասում է նաեւ մարդիկ կոնկրետ գործերով են դատում, կա անկախ դատական համակարգ, թե չկա, եւ իսկապես, եթե օրինակ ես հիշատակեմ նույն Սամվել Վարդանյանի դեպքը, որը շատ ցցուն է, հա, մարդը 700,000 դրամ տուգանքի արժանանում կոնկրետ դեպքի համար, ես այդտեղ չմտնեմ, արդար չէ, բայց ինքը հայտարարում է իր նկատմամբ խոշտանգման մասին եւ ըստ էության բավականին արժանահավատ տեղեկություններ ներկայացնում, բայց չկա որևէ մեղադրյալ ընդհանրապես, հա։ Հիմա մենք որպես հանրություն, արդյոք հենց կոնկրետ դեպքերի վրա էլ պիտի չդատենք դատական համակարգի մասին, հասկանալու այս նշանային գործերում ինչպիսին է աշխատում այս համակարգ, այս ռազմավարությունը կյանքում ոնց է իրագործում, խնդրեմ։ Ես կոնկրետ մի դեպք բերեցի, դուք կարող եք այլ բերել։ Բնականաբար հանրությունը բոլորը իրավաբաններ չեն, փաստաբաններ չեն, չգիտեմ, դատավորներ, դատախազներ չեն եւ դատում են, այո, այն գործերով, որոնք հրապարակային որոշակի հնչեղություն են ստանում։ Եվ Տիկին Մելքոնյանը ճիշտ նշեց, օրինակ նույն ոստիկանության կամ պաշտոնատար անձանց կողմից բռնության դեպքերը նույնպես այդ նույն, այսպես ասած, հա, ինդիկատորներն են, այն գործերն են, որոնցով մարդիկ կարող են դատել, որ ենթադրենք ոստիկանը, որը ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառում կամ բռունցքով հարվածում է ցուցարարին, անպատժելի կմնա։ Սա եւս ցուցիչ է։ Եվ հակառակ, օրինակ, այն անձինք, ովքեր որ ակնհայտ բոլոր ամբողջ հասարակության համար ակնհայտորեն, չեմ, որոշակի հանցագործություններ են գործել, փողերի լվացում կամ բյուջեի մսխում եւ այլն, թալան, ապա նրանց չդատապարտումը պատասխանատվության չենթարկվելը նույն տրամաբանությամբ հակառակ կողմից, այսինքն բերում է այդ վստահության պակասի։ Հիմա երբ որ այո ասում է, որ արդարություն, արդարադատություն պետք է միաձուլվեն եւ այլն, շատ ճիշտ է, բայց ինչ պետք է անի պետությունը։ Ինձ թվում է պետք է այդտեղից սկսենք, թե պետության պատասխանատվությունը որն է այնտեղ։ Երևի իր գրած ռազմավարությունը պետք է իրագործել։ Չէ, դե ռազմավարությունը իհարկե գործի կեսն է, նախ ինչքանով նա թերի է, թերի չէ, դա գործի կեսն է, նաեւ նա այն պետք է իրագործել, հա։ Եվ ես կարծում եմ, որ պետք է նախ սկսենք մեխանիզմներից, հա, այսինքն որքանով են ներդրված մեխանիզմները ծառայելու ակնհայտորեն իրենց նպատակներին, որովհետև պետության պարտականությունը այդ անկախ մեխանիզմը ստեղծելն է։ Իսկ մնացածը արդեն այդ մեխանիզմի գործն է, կլինի դա հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանը եւ բայց այդ մեխանիզմը ինքը ինչ որ վերացական մեխանիզմ չի, դրանք նույնպես այսինքն բաղկացած է անձանցից, այսինքն նաեւ պետք է պետության պատասխանատվությունը ապահովել տվյալ անձանց բարեվարկություն ասենք, հա, պայմանական ասած այս բոլորիս շուրթերից հնչող խոսքը, հա, այո, դա պետք է ապահովի, բայց նույն սկսած ոստիկանությունից, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն եւ դատարաններ, հա, ինչքանով են ֆիլտրված, հա, այդ կառույցները, ինչքանով են այդ անձինք այդ բարեվարկության չափանիշներին համապատասխանում։ Պարոն Սարգսյանը շատ ճիշտ է նշում, օրինակ բոլորիս համար ակնհայտորեն մի անընդունելի իրավիճակ է, երբ որ բոլորի համար, առնվազն իրավական հանրության համար, չգիտեմ, իրավապաշտպանական հանրության համար ակնհայտորեն, հա, ոչ բարևարկ անձնավորությունները մեղմ եմ ասում, հա, խայտառակ ինչ որ համբավ ունեցող մարդիկ նշանակվում որպես դատարանի նախագահներ, չգիտեմ։ Ինչու եք դուք նրանց նկատում եւ չեք կենտրոնանում այս 60%-ի վրա, պարոն Գյուրջյան։ Բայց ովքեր են այդ 60%-ը։ Չէ, դե տեսեք, ես դրա համար 1% տվյալ անձին։ Նկատի ունեմ, որ մենք շատ որակյալ փոփոխություն ենք արել։ Դուք մի հոգու վրա եք անդրադառնում։ Մենք պետք է նույնիսկ եթե մի հոգի մնա, պետք է անդրադառնանք այդ մի հոգուն։
Այսինքն քաղաքացիական հասարակության դերը նրանում է, որպեսզի թերությունները մատնանշենք առաջին հերթին։ Այո, մենք նաև դրական կողմերն ենք նշում, բայց մենք պետք է խոսենք նաև հենց նպատակը այն է, որ բացասականները շտկենք եւ ինչքանով ենք կարողանում ինստիտուցիոնալ կարգով այդ շտկումները իրականացնել, սա է հարցը։ Պետության կամքը պետք է կայանա նրանում, որպեսզի պատշաճ մեխանիզմներ ստեղծվի, այդ մեխանիզմները հագեցված լինեն բարեվարկ անձանցով, որովհետև ի վերջո դա անձնավորություններ են, դա դատարան ասվածը, դա մարդիկ են, նույնպես մարդիկ են, որոնք ժամանակին դրանցից որոշները կոռուպցիոներներ են եղել, ճիշտ է, եւ հիմա էլ մեծ կասկածներ կան, որ կոռուպցիան շարունակվում է, օրերս կալանավորվեց դատավոր, ինչի մասին է խոսքը։ Էլի այդ շարունակությունն է պատմության, այն դատավորներն են, որոնք տարիներով այդ նույնը իրականացրել են, եւ դա մենակ Արտուշ Գաբրիելյանի հարցը չի, նման բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, էթիկայից ելնելով չենք բերում շատ ժամանակ այդ օրինակները, բայց շատ ժամանակ նաև բերում ենք եւ պետք է բերենք։ Այո, դա անձիկ են։ Արտուշ Գաբրիելյանը, եթե չեմ սխալվում, նախկինում քաղաքական գործերով դատեր վարում էր եւ մնաց համակարգում, կարող է դուք հիշեք ինչ գործ կա իր վրա, որովհետեւ զուգահեռ նաև համքրեական րոպե։ Դատավորի նկատմամբ քրեական գործ կա հարուցած ու մնում է դատավոր, ո՞նց եք պատկերացնում։ Կամ ոստիկանի նկատմամբ քրեական գործ կա հարուցած կամ քրեական գործով անցնում է ու շարունակում է իր պաշտոնավարումը, կամ նոր-նորքի բանը թաղապետը կամերաների առաջ ու շարունակում է։ Խնդիրը այս անպատժելիության մեխանիզմների մասին է խոսքը։ Այսինքն պետք է լինի այնպիսի մեխանիզմ, գիտեք, ոնց ասեմ, 5 աստղանի, ես չեմ դադարում այդ օրինակը բերեմ, 5 աստղանի մարիոտ հյուրանոցում նույնպես կարող են վատ վերաբերվել մարդուն, այսինքն շենքի կահավորանքը, չգիտեմ, սպիտակեղեն, փայլուն եւ այլն, դա դեռ չի նշանակում, որ այդ ծառայությունը որակով եթե չարվի, այդ 5 աստղանին կխամրի։ Թուղթը չէ կարևոր։ Նաև գործերի քննության որակը ի դեպ տվյալ դատավորը ես անմեղության կանխավարկած չխախտեմ, այսպես ժամկետը անցկացնելու մեղադրանքեր, որ այնքան ձգձգվում են դատական նիստերը, որ արդեն մարդիկ ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Խոսեցինք մեխանիզմների ստեղծման մասին, պարոն Բոլղադարյան, բայց մինչ այդ Տիկին Մելքոնյանը այս թեմավ ուներ նշում ու ձեզ վերադառնանք հակակոռուպցիոն կոմպոնենտով խնդրեմ։ Պատասխանատվության համատեքստն եմ ուզում ասել, կարգապահական բարույթների սրան, եթե հարց ունեք, մենք կարող ենք իհարկե ավելի լայն անդրադառնալ, բայց քանի գործընկերները խոսքը բացեցին կոնկրետ դատավորի վերաբերյալ, սա եւս այն ցցուն օրինակներից է, որտեղ բարձրագույն դատական խորհուրդը նաեւ իրենց մեկնաբանություններն ունեն, չգիտեմ որքանով հիմնավոր եւ այլն, բայց կոնկրետ դատավորի դեպքում բարձրագույն դատական խորհրդում գործի վարույթը տևեց 3 եւ ավելի ամիս եւ անձը պատասխանատվության չենթարկվեց։ Եվ թեև դատական օրենսգիրքը նախատեսում էր հնարավորություն երկարացնելու այդ ժամկետը ծայրահեղ դեպքերում, այսպես, բայց կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում թույլ տված դատավորի համատեքստում միեդի արդեն վճռի հիման վրա էր նրա պատասխանատվության հարցը բարձրացվել, բարձրագույն դատական խորհուրդը այդ հանգամանքները չտեսավ։ Բայց մենք ունենում ենք նաև վարույթներ, որոնք քննվում են մի օրում շատ արագ, առանց դատավորի մասնակցության դատավորին հեռացնում են դատական նիստերի դահլիճից, առանց փաստաբանի նաև մասնակցության, առանց նրան լսվելու իրավունքի դադարեցնում են լիազորությունները, սա եւս խոսում է այն նաև բարձրագույն դատական խորհրդի կողմից երկակի ստանդարտների։ Եվ դրանից հետո մենք տեղեկանում ենք, որ այդ դատավորը ընդ որում մինչև Երևան քաղաքի քրեական դատարանի նախագահ նշանակվելը ընտրվել էր հակակոռուպցիոն դատարան։ Եվ դարձյալ միայն այսն եզակի դեպքերից է, որ քաղաքացիական հասարակությունը հայտարարությամբ հանդես եկավ անձի վերաբերյալ, բայց դարձյալ պետք է բառը նշեմ, սա ցցուն օրինակ էր, որ անհանդուրժելի է մեզ համար սա եւ այո, հակակոռուպցիոն նաեւ պայքարի համատեքստում սա խնդրահարույց է։ Եվ դրանից հետո մենք տեղեկանում ենք, որ նա նշանակվել է։ Մենք այո, անձանց մասին ենք խոսում, բայց համաձայն եմ պարոն Գյուրջյանի հետ, արդարադատության դեմքը այդ դատավորներն են։ Արդարադատության դեմքը ստորագրություն դնող անձինք են, ովքեր որոշումների տակ ստորագրում են։ Չեն կարող դեմքերով եւ դեպքերով չդատել։ Այո, որովհետև դրանք են, որ հետո ցույց են տալիս, չէ՞, մենք այստեղ անմեղության կանխավարկածի խնդիր չկա, որովհետև մենք ունենք այս անձանց միեդի կողմից կայացված որոշումները, որոնց հիմքով նրանց դեմ կարգապահական վարույթներ են հարուցում։
դիցուկ այդ նույն դատավորի։ Մենք ունենք այդ գնահատականները միեդի կողմից եւ նման այո համբավ ունեցող դատավորների առաջ խաղացումը, սա առաջ խաղացում է նաեւ խնդրահարույց եւ այս 80%-ի մեջ մենք տեսնում ենք նաեւ ովքեր կան։ Բարեվարկության գնահատումը շատ կարևոր գործիք է, բայց ինչպես է դա գնահատվում եւ ազդում նրանց այ առաջ խաղացման որոշումների, ինչպես ես իմ խոսքի սկզբում ասացի, ինչպես է դա հիմնավորվում բարձրագույն դատական խորհրդի կողմից, որովհետեւ նրանք որևէ այս պահին հիմնավորելու պարտականություն չունեն եւ ներքին համոզմունքով են առաջնորդվում հիմա թե դատավորի կամ տեխնացուի գնահատման ժամանակ ինչն է նրանց դրդում, սա մենք պահանջում ենք, որպեսզի դա հիմնավորվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Բոլղատերյան, խնդրեմ։ Այստեղ երկու մասի կուզեի անդրադառնալ այս նախկին բանախոսների ասածների հիման վրա, երբ որ նշում ենք անձերի մակարդակով որոշումներ կայացնել ընտրոյության մասով, մեկ օրինակ էլ այս բան հիշեցի տես խոսալու ժամանակ, անցած տարվա դեպքերից օրինակ Դաշնակցության պատգամավոր ընդդիմադիր Աշոտ Սիմոնյանի դեպքը մի քանի օր առաջ անկեղծ ասած այս բան չեմ հիշում դատախազության համակարգից թե քննչական կոմիտեից ով է ներկայացնում այդ դեպքի մասին ում էին հարց տալիս, բայց պարզաբանումը այն է, որ այս գործով այս բան մեղադել չկա, որովհետև Աշոտ Սիմոնյանը դեռևս չի ներկայանում քննչական մարմնից ուսմունք տալու պատգամավորը, բայց անկեղծ ասած ես երբ որ սա լսում էի, առաջին ուզում էի հիշեի դա քրեական դատավարությունից գրքի որ կարգավորումով է սահմանված, որ պետք է տուժողից ուսմունքի հիման վրա պարտադիր լինի մեղադրանք հարուցելու հիմք։ Դա չհիշեցի, որովհետև այդ դեպքերում տեսնում ենք, որ նույնիսկ տուժողից ուսմունք կարող է չլինի, տուժողը ընդամենը հեռահար ինչ-որ մի հատ լայվ անի կամ ինչ-որ մի բան անի ու անձը միանգամից նեղադել ներգրավի, այսինքն այստեղ առնվազն օբյեկտիվ դիտորդի մոտ ինչ-որ տպավորություն ստեղծում է, որ խնդիր կա, հատկապես կոնկրետ դեպքի երբ որ նշում ենք, այստեղ բավականին լավ երևում է տեսանկարման մեջ ով է ոստիկանության ծառայողները ովքեր էին, ինչ էին անում, ինչպես էին անում եւ այստեղ էական չի նույնիսկ թե նոր-նորքի թաղապետի դեպքում էլ օրինակ դա տեսանք, որ նշում է սադրել եւ այլն, այստեղ սադրանքը որպես այդպեսին էական չի, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում ոստիկանության ծառայողը կամ ցանկացած այլ քննչական մարմնի ծառայող պետք է հիշի, որ ինքը պաշտոնատար անձ է եւ ինքը սահմանափակված է որոշակի էթիկայի նորմերով ու սահմանափակված է որոշակի գործողություններ անելուց, այսինքն իրեն կարող են սադրել, դա ընդունելի է, դա իրերի դրույթն է այդպես։ Եթե դու մտնում ես քաղաքական ինչ-որ պրոցեսների մեջ որպես ուժային մարմնի ներկայացուցիչ, դու պետք է հասկանաս, որ քեզ քաղաքական ինչ-որ արձագանք է գալու։ Այլ հարց է դու ոնց ես դրան արձագանքում։ Հաջորդը կարգապահական վարույթների մասով կամ էթիկայի մասով տեսեք, այստեղ 18 թվականին, երբ որ այսպես իշխանափոխություն, հեղափոխությունը եղավ, առաջին պայմանով առանց առաջին հարցերից մեկը դատավորների վետինգն էր, որ պետք է լինի դատական համակարգում։ Այլ հետագայում իշխանության կողմից չգիտեմ գործադիր մարմնի մոտ ինչ փոփոխություն եղավ, բայց այդ գաղափարից ինչպես տեսանք վեյթինգից տենց համակարգային հրաժարվեցին, փորձեցին ասին ավելի մեղ մոտեցում ենք, ինչպես նշեցինք, ԲԴԽ-ի խողովակով կանեն կարգապահականները, բայց ժամանակի ընթացքում տեսանք, որ ստեղել ինչ-որ տենց օբյեկտիվ չափանիշներ շատ չեն ընտրվում ու քաղաքական նշանակումներ եղան էականորապես բարձրագույն դատական խորհրդի կազմում ու այս գործընթացների արդյունքում մենք ստացանք մի իրավիճակ, երբ որ վերջին 30 տարվա մեջ իմ հիշողության մեջ երկրորդ անգամ է, որ մարդու իրավունքների եվրոպական դատանի որոշման մեջ կոնկրետ պաշտոնատար անձանց անուն նշվեց խախտում իրականացնող, դա անցած տարվա մի եվրոպական դատանի այս տարվա որոշումն է Սուրեն Անտոնյանի գործով, երբ որ մի եվրոպական դատան հստակ նշեց, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահ եւ արտադրության նախարար անվանական չեն կատարել իրենց լիազորություններով սահմանված գործողություն, այսինքն այստեղ կարգապահական խախտումները քննությունը եղել է ոչ օբյեկտիվ։ Ասեմ ավելին, որոշ գործերով էլ էսպայն կարգապահական խախտումների մասով, որ մի եվրոպական դատան ենք դիմի եվրոպական դատան դիմումներ կան, արդեն իսկ պետության կոմունիկացիայի փուլում պետության արժե բարձրացված հարցերը խտրականությունը։ Երբ որ դատավորների կարգապահականների հարցում եվրոպական մարմինները միջև պետական մարմինները հարց են բարձրացնում խտրականության, այստեղ արդեն իսկ պետք է կառավարության համար կամ ոլորտային մարմինների համար ազդակ լինի, որ ինչ-որ մի բան սխալ է արվում։ Մեղմ ասած, ինչ-որ մի բան սխալ են այս ժամը, այսքան ընթացքում մի բան սխալ են անում ու գործողություններն էլ, այսինքն ինչ-որ մի բան անում են կիսատ են անում կամ ինչ-որ ռազմավարությունների մեջ նույնիսկ կան հակասություններ, այսինքն հակակոռուպցիոն ռազմավարության եւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ կոնկրետ նույն հարցի հետ կապված կարող է տարբեր բաներ լինեն։
Տեսեք, քաղաքասարակությունը անգամ մեծ ծրագիր էր ներկայացրել թե վեթինգի, թե անցումային արտադրության եւ տարբեր առաջարկներով մշտապես հանդես եկել։ Այ եթե դրանք իրագործվեն կյանքի մեջ, պարոն Բուլղադարյան, այս հարցին կխնդրեմ դուք էլ պատասխանեք, կարող էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարոն Անտոնյանի կամ այլ դեպքերով խտրականություն նշել, ասել, որ կարգապահականի հարուցման եւ այսպես ելքի վրա ազդեցություն է ունեցել խտրական գործոնը, ուզում եմ ասել, ինչ չի արվել, որ կարելի էր արվել եւ խուսափել նման Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից, որ ընդհանրապես կներեք երևի կասկածի տակ է դնում այս 60%-ը ընդհանրապես։ Տեսեք, այդ հասարակական կազմակերպությունների քաղաքասարակության առաջարկները այստեղ էլի գալիս են այն հարցին, մեխանիզմներն են կարևոր, թե այդ մեխանիզմները կաշխատեցնող մարդիկ են կարևոր, այո, մեխանիզմները միանշանակ կարևոր են, պետք է արդյունավետ մեխանիզմներ լինեն, բայց այստեղ խնդիրը իմ կարծիքով վանդային կարծիքն է կարող մյուսներ չանձնվեն, այնա որ պաշտոնը ընդհանրապես իշխանությունն եւ պաշտոնը մի փոքր գայթակղիչ են ու ցանկացած դեպքում մարդը ուզում է անի են, ինչը որ սահմանված չէ, այսինքն երբ որ իշխանություն ներկայացնում զգում է, որ կարող է ազդի նույնիսկ այն անձնական մարդկային մակարդակում կարող է ազդի մյուս պաշտոնների վրա, դա միանշանակ անելու անկախ մեխանիզմից, որովհետեւ ինչպես նշեցինք, Բարսագույն դատական խորհուրդը ինքը բավականին իր ձևավորման առումով բավականին անկախ մարմին է։ Եվ գործունեության առումով էլ բավականին անկախ է, բայց երբ որ նշանակում է նախկին քաղաքական մարդ, այստեղ արդեն դժվար է այդ գայթակղությունից խուսափելը։ Պարոն Ղարագյոզյան, լսենք հետո պարոն Սարգսյանին ու սկսենք ամփոփել։ Տեսեք, Վահե Ղազարյանի ժամանակ մի քանի պաշտոնատար ոստիկաններ, ովքեր ոչ թե քրեական գործ է հարուցած, այլ կոնկրետ ամբաստանյալի ատորին խոշտանգման հոդվածով են, այդ ժամանակ առաջ խաղացում են ունեցել եւ ավելի բարձր պաշտոն են ստացել։ Լավ, Վահե Ղազարյանը հեռացավ, այդ չգիտեմ, SMS-ը ստացել թե չէր ստացել, փաստացի եկավ Արփի Սարգսյանը։ Սակայն հարցը չլուծվեց։ Կոնկրետ ոստիկաններ այսօր վերաքննիչ դատարանում է Արտուր Միրակյանը դատապարտվել է խոշտանգման հոդվածով 7 տարի ազատազրկման, հարցը պատասխանի միջոցով պարզվեց, որ ինքը աշխատում է բարեկային ծառայությունում։ Հիմա արդեն դատապարտվել է, գործը վերաքննիչ դատարանում է գտնվում։ Հետո բանը նոր-նորքի ոստիկանները խոշտանգման հոդվածով գործը դատարանում է 2 տարի ու կես կալանքի նստելուց հետո դուրս եկան, աշխատում են նոր-նորքի ոստիկանությունում եւ բազմաթիվ նմանատիպ դեպքեր, այսինքն այստեղ ես Արփի Սարգսյանին իսկապես հավատում եմ, որ համակարգում ինչ-որ բան պետք է փոխեր, բայց ցավոք սրտի այս անձանց շարունակում է պաշտոնավարումը, պատկերացրեք ոնց որ Արդուշ Գաբրելյանին կոռուպցիոն հանցագործությունով բան են արել, քրեական մեղադրանք են առաջադրել եւ կալանավորված է, շարունակեր Արդուշ Գաբրելյանի լիազորությունները չկասեցվեր, ինքը շարունակեր դատավոր աշխատել։ Նույնն է ոստիկանության դեպքում, ինչպես կարելի է ամբաստանյալի ատորին լինելով խոշտանգման հոդվածով, երբ որ հնարավոր է 7 տարի ազատազրկման դատապարտվի, բայց այդ մարդիկ շարունակեն աշխատեն ոստիկանական համակարգում։ Իսկ եթե արդարացվի խոշտանգման գործով դատապարտվի։ Երբ որ արդարացվի կվերականգնվի, կվերադառնա աշխատանք, իսկ եթե չարտարացվի, պարզապես նույն վերջի դեպքը, երբ որ իմ կողմից հրապարակվեց, ոստիկանությունը անմիջապես հայտարարեց, որ ոստիկանի օրինական պահանջը չի կատարվել։ Երբ որ դեպքը նոր է եղել, դուք ոչ լսել ու նշեցին, որ հակակոռուպցիոն իրենց վարչությունում քննություն է իրականացում ոստիկանության։ Եթե դուք չեք լսել տուժողին, չեք լսել ոստիկանությանը, ոնց կարելի է այդ մագարտակով մամուլի խոսնակը ոստիկանության նմանատիպ հայտարարության հանդես գա։ Բայց ես ձեզ հիշեցնեմ Ազատ գյուղի այդ ողբերգական դեպքը, որը կառավարության նիստում քննվում էր եւ վարկածներ են առաջադրվում, դեռ երևի քննչական գործողություններ արվել են թե չէ, այնպես որ սկսենք ամփոփել։ Ուզում եմ ասեմ, որ եթե մենք նշում ենք ոստիկանական բարեփոխումներ եւ կան կոնկրետ գործեր, որ ոստիկանությունը աշխատում է իր պաշտոնում, բայց միաժամանակ մեղադրյալի ատորին է, դա ընդհանրապես թղթի վրա գրված ձևական
ոստիկանական փոփոխությունները վերջերս էլ ինչ-որ խոշտանգումներով հանձնաժողով էր ստեղծված, որ քննարկում էին խոշտանգումների դեմ պայքար, բան, ուզում եմ ասեմ ինչի մի օր ոստիկանությունը չի կանչում, մենք բազմաթիվ հրապարակումներ ենք եղել եւ հարց ես Արփի Սարգսյանին, թե ինչպես կարող է այս մարտիկ առաջ խաղացում ունենային։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, քանի որ եթե ժամանակը սպառում է, առաջարկում եմ 2-3 րոպեի սահմանում սկսենք ամփոփել, պարոն Սաքունց, խնդրեմ։ Ես հարցս ձևակերպեմ, քանի որ 1 տարի է մնացել այս փաստաթղթի այս ռազմավարության իրագործմանը, դուք ինչ եք սպասում, պարոն Սաքունց, կլինեն 26-ի ընտրությունները, կգա նոր կառավարություն, միգուցե նոր ռազմավարությամբ, քաղաքասարակությունը այս փոփոխություններին ո՞նց է հասցնում հետևել, հին ռազմավարությունը չեղարկվում է, գալիս է նոր ռազմավարություն, կյանքում ենք տեսնում ենք այս ռազմավարության նպատակներին հակասող դրսևորումներ, խնդրեմ։ Քաղաքասարակությունը ունի մեկ գործիք, դա մշտադիտարկումն է, հետևելն է եւ բարձրաձայնելը։ Եվ իհարկե իրավիճակի մասին նաեւ բարբերաբար գնահատականներով հանդես գալ, իթում նաեւ սֆերային զեկույցներով այն միջազգային մարմիններին, որոնց որպես անդամ Հայաստանը հանձնառություն է վերցրել, ուրիշ մենք մեխանիզմ չունենք եւ մեկ էլ դատական առանձին դեպքերով, հա, ռազմավարական դատավարությունների գործերը, որոնց մասին արդեն նշեց Տիկին Մելքոնյանը, որ նույնիսկ տարիներ առաջ, ասենք թե այդ գործերը ճիշտ եվրոպական դատանում ուշ են որոշումները կայացնում, բայց ինքը հենց համակարգային խնդիրն է արձանագրում ամեն մի կոնկրետ դեպքով։ Իդեպ ասեմ, որ եվրոպական դատանում բոլոր երկրների նկատմամբ են նաև որոշումներ ընդունվում։ Ֆրանսիան կլի, Գերմանիան կլի, խնդիրը դա չէ թե ինչ որոշ խախտման, այլ ինչպիսի խախտման մասին է խոսքը։ Հասկանում եք, եւ որ շահունակաբար նույն խախտումների վերաբերյալ խոշտանգումների կամ կյանքի իրավունքի խախտումը շահունակաբար այդ գործերով գնում են, դա հենց նշանակում է իրապես համակարգային անպատժելիության վկայության մասին։ Ինչ պետքա արվեր։ Նախ առաջերտին պետքա հրաժարվել այնպիսի գործողություններ կատարելուց, օրինակը կբերեմ, որոնք կրկնում են այն ժամանակահատվածը, որը քաղաքացիները մերժեցին։ Մի օրինակ բերեմ։ Հրայր Թովմասյանը հիշում եք, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ էր, ՀՀԿ կուսակցության անդամ, ՏՍԴ նախագահ ընտրեցին եւ կուսակցական, չէ՞, մենք այն ժամանակ մենք ասում ենք, որ կուսակցական պատկանելություն, այսինքն կուսակցական պատկանելության հանգամանքը պետք է լինի խոչընդոտող հանգամանք։ Այսինքն նույնիսկ անպայման չէ օրենքով ամեն ինչ գրված եղնի։ Կողմնակալության, կուսակցական պատկանելություն կողմնակալության բան է։ Հիմա անձից վերանում ենք, չէ՞։ Կապ չունի հիմա Հրայր Թովմասյանը, թե Կարին Անդրեսյանը, որ նույնպես կուսակցական էր եւ ընտրվեց։ Մենք ասում ենք կուսակցական պատկանելությունը խնդրահարույց է։ Ասեմ ինչի։ Հենց SMS-ի տրամաբանությունը հիմնավորում է, որտեղ եթե կուսակցական չլներ, իրապես չէ, ոչ թե դիմադրել կասեր թե քեզ բան, գունից բարձրացնել թե ինչ եք անում, բայց ինքը կուսակցական պատկան, բան չէ, որ մի նախորդ օրը դիմում գրի, Հրայր Թովմասյանն էլ դիմում գրի։ Կուսակցությունից դուրս եկել կամ դադարել, չգիտեմ։ Նույնն էլ Անդրեսյան Կարինը, հա, բայց խնդիրը դրա մեջ չի, խնդիրը գիտեք, պետք է լինի այնպիսի վստահություն, այնպիսի գործողություններ, որոնք տեղ չթողեն, այո, անկողմնակալ դիտորդի մոտ, որ այդտեղ սուբյեկտիվ մոտեցումը գերակշռում է այն պատասխանատվությանը, որով պետք է այդ ինստիտուտը ձևավորվի։ Այսինքն քաղաքական շահագրգռվածություն, նպատակահարմարությունը չպետք է լինի գերակա, այլ ինստիտուտի նկատմամբ պատասխանատվությունը ձևավորման առումով, որ իրապես այս շահագրգիռը այնպիսի ինստիտուտ ձևավորելու, որի նկատմամբ հանրային վստահությունը չնվազի։ Իսկ նման մոտեցումները հենց հանրային վստահությունը նվազեցնում են։ Սա կարևոր հանգամանք է, որ մի հատ օրինակ եմ շատ բանով։ Առաջի սահմանադրությամբ 95 թվական ունենք էլի սահմանադրական դատարան։ Գիտեք, բայց քաղաքացիները իրավունք չունեն դիմելու սահմանադրական դատարանին։ Մի պե դե չկար այն ժամանակ, բայց ում համար էր։ Այսինքն մենք ում համար ենք դատարանը ստեղծում քաղաքացիների համար, որոնք
գիտեն, որ եթե գործադիր իշխանության կողմից կա իրավունքի խախտում կամ խնդիր կամ էլ քաղաքացին, ես դիմում եմ դատարան եւ դատարանը արդարադատություն է իրականացնում, ճշմարտությունը ամրագրելու։ Մենք այդ տեսակետից ենք մոտենում դատական համակարգի ձևավորմանը, թե դատական համակարգին մոտենում ենք ըստ քաղաքական նպատակահարմարության։ Սա հռետորական հարց չի։ Սա առանցքային հարց է, որը միջև հիմա մնում է չլուծված։ Հաջորդը, ինչ պետք է արվեր։ Այստեղ վեթինգ անցումային արդարադատության մասին խոսվեց։ Մի օրինակ բերեմ, որը մենք գործընկերները գիտեն, հանրությունն էլ պետք է իմանա։ Փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ դրույթը առաջի ռազմավարությամբ նախատեսված էր, որ 9 հոգյանոց խումբ լինելու ազգային ժողովի կողմից ձևավորող 3 տարի պետք է աշխատեին, նրանք պետք է հավաքեին վկայությունները իրավունքների, մարդու իրավունքների հիմնարար խախտումների բնագավառները նշված էր։ Ընտրական ժամանակ, զինված ուժերում, այդտեղ սեփականության եւ այլն։ Սա ինչ էր նշանակում։ Սա նշանակում էր, որ այն քաղաքացիների, այն մարդկանց ձայնը լսելի պետք է դարձվեր, որոնց իրավունքները խախտվեն եւ իրենց խախտված իրավունքների համար չեն համարձակվել տարբեր պատճառաբանություններով դիմեն կամ բարձրաձայնեն։ Այսինքն խախտված մարդու իրավունքների խախտումներից դժվարների ձայնը ոչ միայն պետք է լսելի լիներ, այլ նաև պետք է այդ վկայություններով հավաքվեր այն մեխանիզմները, այն գործոնները, որոնք ազդել են նրանց իրավունքի խախտման վրա։ Առանց այս պատկերը իմանալու, եթե այս պատկերը լիներ, ազգային ժողովում 3 այդ պատկերը չէր լինի եւ նախորդները, որտեղ կլներ այն մարդկանց վկայությունը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ գնահատական կտրվեր, այլ մարդկանց վկայությունների հիման վրա կտրվեր այդ պատկերը, հա? Եվ այստեղ նաև այդ կլիներ այն ստանդարտը, այն չափանիշը, որից իջնելը արդեն որևէ քաղաքական ուժի համար, որտեղ սա է, մենք հիմա հաղում չունենք այդ զեկույցին։ Այդ զեկույցը չկա։ Այդ գնահատականը մարդկանց չկա, որի վրա ասեք թե ժողովուրդ, այս որ դուք անում եք, այստեղ արդեն նշված է, որ ինչ չի կարելի անել։ Դուք հասկանում եք այդ ստանդարտի բացակայությունը հնարավորություն չի տալիս, այդ դա բողոքի չասեմ, այլ իրավունքի խախտման վերաբերյալ վկայությունների ամբողջացումը, այդ պատկերը, եզրակացությունները, այդ դրանց բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի դու եւ հանրությանը նաեւ ընտրության տեսակետից ես շատ դժվարանում եմ ասեմ 2026 թվականին, ընդհանրապես 26 թվականի մասին չխոսք է։ Մեր հետագա զարգացման գոյության տեսակետից, որպես պետություն արդյունավետ, եթե մենք ի վիճակի չենք առերեսվելու այս պատկերի հետ, ու այդ պատկերի բացակայությամբ սկսում ենք այս քաղաքական նպատակահարմարության գնահատականներ տալ, դե կներեք, դա արդեն ճահիճ է։ Շնորհակալ եմ։ Սա մասին է խոսքը։ Շնորհակալ եմ Տիկին Մելքոնյան, կարող ենք ամփոփել ռազմավարությունն է այսօրվա մեր թեման, խնդրեմ։ Այդ ոչ ռետորական հարցին ցավոք պետք է ասել դրական պատասխանեմ։ Այո, մենք արդարադատությունը եւ արդարադատության համակարգը քաղաքական նպատակահարմարությամբ օգտագործելու եւ գնահատելու ականատեսն ենք լինում եւ այն ինչ որ մերժվել էր ցավոք տեսնում ենք որ այսօր շարունակվում է։ Սա ցայտուն է, որովհետև երբ որ մենք խոսում ենք դատական իշխանության, դատաիրավական համակարգի լավ անկախության վերաբերյալ դրա կարևորությունը մենք, չգիտեմ, երևի չենք ընկալում թե ինչքան դա կարևոր է, որովհետև երբ որ մեր խախտված իրավունքների պաշտպանության ուղղված ամբողջ համակարգը չի գործում, մենք ունենք սոցիալական արդարության նաև բաց շատ լուրջ։ Ունենք սոցիալական անվստահություն ոչ միայն իշխանություն իրավապահ համակարգի նկատմամբ, այլ նաև դա դառնում է հասարակության մեջ անվստահություն իրար չվստահելու նաև, լավ, այո։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև նշել շատ բաների մասին իհարկե մենք չհասցրեցինք խոսել, որովհետև արդարադատության հասանելիության խնդիր այսօր մենք ունենք տուժողների մակարդակով։ Մենք ունենք բարձրացված փաստաբանների հարկեր, որտեղից բխում է նաև բարձրացված ծառայությունների հարկեր, անվճարաբանական աջակցության բացառում նաև լավ մասնավոր փաստաբանների կողմից, որտեղ հենց տուժում են ամենախոցելի անձինք, խոշտանգումների զոհեր, սոցիալապես խոցելի մարդիկ, անձինք, ովքեր չեն ունենում արդարադատություն իրենց իրավունքների վերականգնման համար եւ երկրորդելով պարոն Ղարագյոզյանին, այո, շատ կարեւոր է նաեւ
այն մտածելակերպը, որով աշխատում են նաև իրավապահ համակարգում անձինք, որովհետև եթե նրանք չեն ընկալում, որ իրենք այստեղ ուժողի իրավունքի պաշտպանության գործիքն են, իրենք իրենցով պետք է ապահովեն այդ իրավունքի պաշտպանությունը, վերականգնեն իրավունքի պաշտպանությունը, մենք արդարություն չենք ունենալու։ Դուք լավ նշեցիք մեր նախորդ եւ 18 թվականին եւ 19 թվականին վեթինգի նաեւ վերաբերյալ առաջարկությունները, դրանք շատ համակարգային էին։ Դրանք միայն այսպես դատավորներին հեռացնելու նպատակ չէր, առողջացնելու համակարգը այդ նպատակներ, նոր, բարեվարկ, կրթված նաև լավ, որտեղ կրթական կոմպոնենտը շատ կարևոր է նաև արդարադատության հասնելու համար, բայց մենք իշխանությունը որոշեց գնալ այսպես վիրահատական մեխանիզմով, թվեր հնչեցին թե 40 անց, 60 անց, ամեն մեկը իր ցուցակը կարող է ունենալ, թե քանի անց կարող է դուրս գալ համակարգից եւ համակարգը կմաքրվի։ Եվ դրանից հետո մենք ականատես ենք լինում շատ դեպքերում այո, հենց ընտրովի կարգապահական վարույթների դատավորների նկատմամբ։ Երբ որ համակարգային խնդրի բերումով նույն ժամկետների ծանրաբեռնվածության պատճառով, որի համար նաև օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում, քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոխվում են գործերը, վերաբաշխվում են օրինակ նոտարների, որը եւս մաս էր, դրանից հետո հատային ինչ-որ դատավորների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվում եւ նրանք դուրս են գալիս համակարգից, դարձյալ օբյեկտիվ դիտորդի մոտ հարց է առաջանում, իսկ մյուսները, որտեղ բոլորս ունենք դատական գործեր, ուշացումներ այդ գործերի, ուշացած արդարադատություն, տարիներով ուշացած արդարադատություն եւ ոչ միայն դատարանում լավ, եւ այսպես ամբողջ արդարադատության համակարգը, երբ որ սկսվում է օգտագործվել քաղաքական նպատակահարմարությամբ, մենք սկսում ենք չվստահել։ Եվ ցավոք այդ գնահատականը հենց միայն մերը չի, այսինքն այնքան դա օբյեկտիվ է, որ միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մարդու իրավունքների այլ մարմինների զեկույցներում մենք դա ունենում, որ դատական իշխանությունը եւ դատաիրավական լայն համակարգը, լավ դատական իշխանություն, որ ասում ենք, դատաիրավական լայն համակարգը քաղաքական ազդեցության տակ է եւ քաղաքական նպատակահարմարությամբ է կիրառվում։ Շնորհակալ եմ ամփոփման համար, պարոն Բողոդարյան։ Տեսեք, չեմ կարծում, որ այս մի տարվա ընթացքում ամբողջ ծավալով ռազմավարությունը կավարտվի, որովհետև բավականին բաց հարցեր մնացել են դեռևս այս պայմանությամբ ոչ միայն դատաիրավականի իրականում, մյուս ռազմավարությունների մասին է խոսքը, ու եթե փորձեմ խնդիրներ նշել, այստեղ իմ համար ամենակարևոր խնդիրներից մեկը նա է, որ իշխանության մոտ ի սկզբանե որպես այդպիսին համակարգային մտածելակերպ, համակարգային շարունակական կանխատեսելի մտածելակերպ չկար։ Ի սկզբանե հայտարարվեց վեթինգ, այլ հարցը վեթինգի նկատմամբ հասարակության մեջ ինչ կարծիք կա, նույնիսկ այս գստեղ, եթե քննարկենք, կարող է պարզվի, որոշ մասս վեթինգին կողմնակից են, որոշս ոչ, բայց եթե ի սկզբանե իշխանությունը հայտարարում է վեթինգ, դա պետք է տանել մինչև վերջ։ Եթե չի հայտարարում վեթինգ, արդյունքում ստանում ենք իրավիճակային լուծումներ, իրավիճակային լուծումներին գումարվում են նաև քաղաքական որոշումները, որպես է որոշակի դեպքերում ու քաղաքական որոշումների արդյունքում մենք տեսնում ենք էլի նույն ձևի կարգապահական վարույթներ դատավորների, որը փորձում է վեթինգը փոխարինել կարգապահական վարույթներ, որոնք ընտրովի վարույթներ են իրականում, օրինակ կարող ենք բերել հենց նույն Աննա Դանիբեկյանի գործը, եթե որպես օրինակ բերենք, կոնկրետ գործով մարտի 1-ի գործով խախտում արձանագրեցին, այսպես ասած, լիազորություններ դատեցին, բայց այդտեղ արդյոք այդպիսի խախտում միայն Աննա Դանիբեկյանը ուներ։ Արդյոք ուրիշ դատավորների մոտ չկար գործեր, ովքեր որ ժամկետներ էին բաց թողել եւ աղեմության ժամկետներ էին խախտել։ Այսինքն այստեղ համակարգային լուծում չկար եւ նույն կարգապահական ուժեր նշանակելու դեպքում էլ համակարգային մտածելակերպ նույն բարձրագույն դատական խորհրդի մոտ չի լինում։ Եթե դատավորին կարգապահական խախտումով ազատում են, լիազորություններ դատաստում են, ինչ է լինում այդ մարդու հաջորդ գործերի մոտ։ Հաջորդ գործերի ճակատագիրը ինչ է լինում, այն մյուս ուժողների ճակատագիրը ինչ է լինում։ Ու նույն Աննա Դանիբեկյանը ուներ գործ, Փարանձե Մեհդիխանյանի գործը, որտեղ 7 տարի գործը քննվում է ուժողներով եւ կալանավորված անձանցով 7 տարի անձին կալանքի տակ էին եւ արդյունքում այդ անձինք 7 տարի դեռևս առաջի հայտյանում նույնիսկ չէր հաղթահարվել այդ գործը։ Ամեն դեպքում կարծում եմ, որ լուծում որպես ինչպես նշեցի, չեմ կարծում կավարտեն, բայց հաջորդ ռազմավարության համար կարևոր է պայմանը, որպեսզի
ռազմավարություն մշակողները գոնե դասեր քաղեն նախկին ռազմավարություններից եւ գրեն այն ինչը այո կատարվի եւ անեն այն ինչը որ արդենից խախտումները արձանագրել է այսինքն եթե ունենք ազդակներ թե եվրոպական մարմիններից կլինի ՏԶՏ կընտրելին եվրոպական դատարանը կամ այլ միջազգային գործընկերներ եթե ասում են որ սա խախտում է սա սանից հետեւություններ քաղեն եւ հաջորդ ռազմավարություններում առնվազն այսպես ասած իրենց քայլերը վերագնահատեն եւ անցյալը գնահատեն, հասկանան ինչպես պետք է լուծվի ապագայում այս խնդիրները։ Շնորհակալ եմ, կարճ Շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը process-ներում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մեր օբյեկտիվ եւ մասնագիտական գնահատականները վերջում դառնում են կամ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներ, կամ եվրոպական դատարանում արտահայտված դիրքորոշումներ, կամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում, կամ այլ ռեկոմենդացիաներում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ մի բան վրիպեցի ճիշտ ասած ասել, որ սա միակ ռազմավարությունն է, որի մշտադիտարկման խորհուրդը արդեն գրեթե 2 տարի չի հավաքվել քննարկելու ռազմավարության ընթացքը։ Մեր կազմակերպությունը եւ պարոն Սաքունցն է նաեւ անդամ, մեր կազմակերպությունը ներկայացնում է գործընկերուհիս այդ խորհրդում Վերջին անգամ հանդիպել է 2023 թվականի հուլիսին, դրանից հետո որևէ քննարկում այդ կազմով չի եղել։ Հնարավոր է վարչապետի մակարդակով իրենք քննարկումներ ունենում են աշխատանքային, բայց քաղաքացիական հասարակության գնահատականը ռազմավարության կատարմանը չի լինում։ Մարդու պաշտպանության ազգային ռազմավարությամբ օրինակ լինում են ավելի հաճախ քննարկումները, բայց ոչ սա։ Նույնը նաև կարծում եմ բոլորս այստեղ գործընկերներով մենք Արտադրության նախարարին կից խորհրդի անդամներ ենք հասարակական, որը եւս 3 տարին մեկ պետք է, ներողություն, 3 ամիսը մեկ առնվազն պետք է հանդիպի, մենք նոր նախարարի հետ որևէ հանդիպում չենք ունեցել, նախորդ նախարարի հետ եւս։ Բայց նաեւ շատ կարեւոր է մեր դիտարկումների հաշվի առնելը եւ ռազմավարության եւ օրինագծերի մշակման շրջանակներում, որտեղ նորից եմ կրկնում, մենք օբյեկտիվ, պրոֆեսիոնալ մեր կարողությունների շրջանակներում կարծիք ենք տալիս եւ միանշանակ լավագույնն ենք ուզում մեր դատաիրավական համակարգի անկախության ապահովման համար։ Շնորհակալ եմ, պարոն Գյուրջյան։ Ես կարծում եմ, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գոնե թե ինչ որ չափով արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է ներդրված մեխանիզմների գոնե այդ մակարդակով պատշաճ իրագործումը, հա, եւ դրա շրջանակում ես կարծում եմ շատ մեծ նշանակություն ունի էթիկա եւ կարգապահական հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովումը եւ դրա շրջանակում նաեւ քաղաքացիական հասարակության ներգրավումը։ Դուք քիչ առաջ հարցրեցիք բանախոսներից մեկին, թե ինչ պետք էր անել, օրինակ այդ նույն եվրոպական դատարանի կողմից վճիռը չունենալու համար։ Ես չեմ կարող ասել, որ հնարավոր է անել այնպես որպեսզի նման վճիռներ չլինեն, բայց հնարավոր է նվազեցնել ռիսկերը առնվազն, հա։ Այնտեղ ինչ իրավիճակի մենք բախվեցինք, երբ որ արտադրության նախարարության դիմումի հիման վրա քննվեց, հա, այդ վարույթը եւ նաեւ արձանագրվեց Մարդու եվրոպական դատարանի կողմից այդ կապը, հա, անձանց միջև, այսինքն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ արտադրության նախարարի միջև եւ գոնե թե այս խնդրից խուսափելու համար, գոնե թե այն ողջամիտ կասկածներից խուսափելու համար, որ քաղաքականությունը փորձում է ոտք դնել դատական համակարգ պետության մակարդակով, հա, գոնե թե այդ առումով պետք է ստեղծել անկախ մարմին լիովին, որը կկարողանա ներկայացնել այդ դիմումները եւ ներկայացնել հնարավորինս թափանցիկ, որպեսզի քաղաքացիական հասարակությունը գնահատի արդյոք կա խտրականություն, թե որ դատավորին արժե պատժել, իսկ որին ոչ, ունենա այդ հնարավորությունը գնահատման։ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դեպքում գոնե թե կա, գոնե թե մենք տեսնում ենք, այսինքն միատեսակ դեպքերով մեկին պատասխանատվության ենթարկեցին, մեկին ոչ, բայց դա ընդհանրապես չնչին մասն է այն գործերի, որոնք հասնում են Բարձրագույն դատական խորհուրդ։ Իսկ արդյոք մենք համոզված ենք, որ այն գործերը, որոնք պետք է հասնեն, հասնում են, կամ հակառակը, որոնք չպետք է հասնեն, չեն հասնում։ Այստեղ են մենք լրջագույն խնդիր ունենք եւ այստեղ նույնպես քաղաքացիական հասարակությունը շատ շուտվանից այդ առաջարկությունները արել է, որոշ չափով հիմա նախագիծ կա փորձում են իմպլեմենտացվել, բայց կրկին խնդիրներով, որոնց մասին հրապարակային հանդես են եկել։ Շնորհակալ եմ, պարոն Ղարագազյան, կարճ խնդրեմ։ Տեսեք, որևէ ակնկալիք, որևէ սպասում չունեմ այլևս
որ այս մի տարվա ընթացքում կարող ենք ինչ-որ հարց լուծել, երբ որ կոնկրետ նախկինների արարքներին գնահատական չի տրված, քանի որ քաղաքասարակությունը այդ ներկայացրել էր նախկինների գնահատականը, նույն անձնային արտարադատություն, դատավորների նկատմամբ ընտրովի կարգապահական վարույթներ, մեկի նկատմամբ հարուցում էին, մեկի նկատմամբ չէին հարուցում, երբ որ ագնահայտ է, երբ որ մենք այդ տեսանկյունից վերցնենք, բազմաթիվ դատավորներ պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկեին գործի ողջամիտ ժամկետները խախտելու, իսկ իրական ողջամիտ ժամկետները խախտող դատավորները կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվում, եթե իշխանությունները նաև հերկում են նույնիսկ դեպքում ասենք ոստիկանությունը հերկում է, որ խոշտանգում չի եղել, այլ ընդամենը դիմադրություն է եղել, այդ միջոցով փորձում են աշտարացնել, այն դեպքում, երբ որ ոստիկանությունը խոշտանգման մեջ մեղադրվում է եւ ամբաստանյալի ատորին է եւ շարունակում է ոստիկանական համակարգում աշխատել, եւ վերջո հասարակության տեսանկյունից, նույն տուժողների տեսանկյունից, ինչպես կարող է տուժողը իր բողոքը շարունակել, տեսնելով, որ իր կողքի շենքի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն գործադրող անձը աշխատում է ոստիկանությունում եւ շարունակում է, այսինքն մենք պետք է ենթադրենք, որ այն բարեփոխումները, որը ոչ միայն պետք է գրված լինի եւ իրական մենք պետք է տեսնենք այդ բարեփոխումները, որը ցավոք սրտի ես չեմ տեսնում եւ հույսը չեմ կարող հաղորդել, որ ասենք անձնային արտարադատություն կամ դատական համակարգը լիարժեք բարեփոխվել է կամ ոստիկանական ռազմավարությունը այս մի տարվա ընթացքում իրագործվել է։ Շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում քննարկում էինք 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարման ընթացքը Factor TV-ում քննարկմանը մասնակցում են Արթուր Սանքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արա Ղարագյոզյանը, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Դավիթ Գյուրջյանը, իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության նախագահ եւ Միրան Բուլղադարյանը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ քննարկմանը հետևելու համար, հաջողություն։